Վաղը ըստ էության մեկնարկում է պաշտոնական նախընտրական քարոզարշավը, ուժերը դուրս են գալու մրցապայքար։ Ըստ ձեզ, ինչով պետք է առաջնորդվի ընտրողը վաղը մեկնարկելիք նախընտրական քարոզարշավում եւ արդյոք Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն ընտրությունների միջոցով։ Ես հակված եմ, որ Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն ընտրությունների միջոցով, ինչով պետք է առաջնորդվի, եթե ինձ լսեն, ես մի խորհուրդ կտամ առաջնորդվել ոչ թե սրտով, այլ բանականությամբ։ Այսինքն, գիտեք, մեր ընտրողները, խոսքը վերջի անգամ շրջանի մասին չի, հա, բոլոր ժամանակներում, վայ ինչ սիմպաթիչնի է, ինչ սիրուն է, բոյով է, չգիտեմ, բարի է, այս ամեն ինչը պետության եւ պետական կառավարման համար ըստ իս ընկալելի չեն։ Ես չեմ ասում լինեն վատը, չար, գեշ, չէ, բայց խնդիրը նրանումն է, որ այնուամենայնիվ պետք է հասկանալ ով ինչ է խոսում, մեկ, ով ինչ կարող է, երկու, եւ ինչեր են մինչև հիմա, ինչ որ կապ չունի, ես հիմա անուններ չեմ ուզում տալ, մարդիկ խոստացել ու դրա ենթադրենք 10%-ն էլ չեն արել կամ հակառակը, խոստացել են եւ արել են, որովհետեւ 100% միևնույն է ոչ ոք ոչինչ չի արել, բայց այնուամենայնիվ այդտեղ կա չափ, հա, երբ որ դու ասում ես ամեն ինչ խոսք ես տալի ու հետո ենթադրենք կանգնում ես միայն ու վերջում ասում բայ ես ասֆալտ եմ արել։ Պարոն Քոչարյան, այս օրերին նաև շատ է խոսվում, այսպես ասած, պլան B-ի ու նաև հետընտրական զարգացումների կրքերի մասին, չնայած դեռևս մեկ ամիս կա ընտրություններին եւ որևէ բան հստակ չէ, բայց այնուամենայնիվ ձեր փորձը ունենալով, այսքան ժամանակ դիտարկելով ընտրական process-ները, ինչպես նաև միջազգային փորձը, արդյոք Հայաստանի օրինակով հասկանանք, հա, ինչպես կլինի հետընտրական Հայաստանը։ Ցանկացած ընտրություն, ցանկացած երկրում, դա Հայաստանը չի միայն։ Ընտրողը դուրս է գալիս հետընտրական փողոց միայն այն դեպքում, երբ զգում է, որ իրեն խաբեցին։ Եթե ընտրությունը լինում է, հա, եթե ընտրողը հասկանում է, որ այն թվերը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաջորդ օրը կամ մի քանի օր հետո, հիմնականում դա առաջին օրն է լինում, հաջորդ օրը հրապարակում է, դա իրականությանը չի համապատասխանում, ընտրողը պատրաստ է դուրս գալ իր ձայնը պահելու համար։ Մնացած բոլոր դեպքերում ոչ։ Եվ պարոն Քոչարյան, տեսեք, այս օրերին նաև շատ է խոսվում շաբաթվա սկզբին եվրոպացի առաջնորդների Երևան լինելու մասով, այսօր նաև ազգային ժողովում Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ասաց, որ եվրոպացիները հենց նույնը, հա, Լատվիայի ներկայացուցչի առջև ասաց, որ եվրոպացիները եկել էին այստեղ, որպեսզի Փաշինյանին աջակցեին, այսպես ասած, նախընտրական նվեր անեին։ Հիմա ըստ ձեզ եվրոպացիների Հայաստան լինելը ինչպես կանդրադառնա իշխանությունների ռեյտինգի վրա։ Գիտեք, ասել, որ չի անդրադառնա ընդհանրապես, ես կարծում եմ սուտ կլինի, բայց ասել, որ դա կտրուկ ամեն ինչ կփոխի պատկերը կամ դրանից հետո բոլորին կմոռանան եւ կհիշեն միայն Նիկոլ Փաշինյանին ընտրողները, դա էլ սուտ կլինի։ Ինչ որ առումով միգուցե հատկապես մոտակա երևի պետք է հետևել մոտակա օրերին տարբեր սոցիոլոգիական հարցումների ու հասկանալ տարբերությունը, հա, նախորդ հատկապես նախորդ այդ տվյալների եւ այս հաջորդ տվյալի։ Բայց միջազգային փորձը նաև մենք ունեցանք ընդամենը 1 ամիս առաջ, հա, 1-2 ամիս առաջ, որ Թրամփը ճիշտ է աջակցեց առաջնորդներից մեկին, բայց այն արդյունքը չեղավ, ինչ որ պետք էր։ Իհարկե։ Նաև այդպիսի սցենարների ենք։ Չէ, ես դրա համար ասում եմ, ասել որ դա ես ինչ կփոխի, իհարկե չեմ ասի։ Բայց որ ասեմ, դրա համար եմ ասում, տեսեք,
քանի որ ընտրողների ինչ որ մի հատված միևնույն է ընտրում է սրտով, իսկ այստեղ հատկապես այդքան եվրոպականը չէ, ինչքան ավելի շատ Մակրոնի գործոններ, ընդ որում ոչ թե Մակրոնի որպես անձի, այլ որպես Ֆրանսիայի ղեկավարի, որին, հա, այսպես ասած, տրադիցիոն հայ ժողովուրդը միշտ Ֆրանսիան ընկալում է որպես Հայաստանի ամենաբարեկամ երկրներից մեկը եւ Ֆրանսիայի ղեկավարը հայտարարում է, այնուամենայնիվ դա էմոցիոնալ մակարդակում հատկապես առաջիկա օրերին կզգացվի ինչ որ առումով, բայց ասել որ դա վերջ մոռացան բոլորին եւ դա այնպիսի մեծ ազդեցություն ունեցավ, չեմ կարող նման բան ասել։ Տեսեք, թուրքական մամուլը մի քանի օր առաջ գրել էր, որ Թուրքիան որպես այսպես ասած բարի կամքի դրսևորում, նաև օրեր նշվել հունիսի 4-ին կբացի հայ-թուրքական սահմանը։ Հա, եւ ԱԳՆ-ի մակարդակով նման հերքում եղավ իրենց ԱԳՆ-ն։ Հիմա ինչ է ստացվում, այսպիսի բաներ, հա, այսպես տեղեկություններ, որ նետվում են դաշտ, սրանց նպատակը ո՞րն է ըստ ձեզ։ Այսինքն գոնե, հա, ըստ փորձագետների նման քննարկում եղել է Թուրքիայում։ Եվ այստեղ նաև տեսանք, որ Սերդար Քլիչը եկավ ու ասաց, որ ինքը Հայաստանում զգում է իրեն այնպես, ինչպես իր երկրում։ Քլիչի խոսքերը առիթ ունեցել եմ արդեն ասելու, կրկնվեմ, որովհետև իմ կարծիքը չեմ փոխել, ավելի շատ ուղղված է արտաքին աշխարհին, քան հայ հասարակությանը։ Չեմ կարծում, որ դրանով ինքը փորձում էր ենթադրենք, հա, երբ թուրք գործիչներն էլ Քլիչի նման, ասում եմ, հմուտ դիվանագետը, ինքը շատ լավ գիտի ամեն բառի արժեքը, որ թուրքական գործիչը պաշտպանելով կամ նման բան ասելով կշահի հայ ընտրողների ձայները ի օգուտ ենթադրենք իշխանության, ինքը շատ լավ գիտի, որ դա այդպես չի։ Ես կարծում եմ այն ուղղված էր հենց այն նույն եվրոպացիներին, որոնք այստեղ էին, եւ ինչու՞ չէ նաեւ ռուսներին, որոնք այստեղ չէին, պարզապես հասկացնելու, որ մենք դիտարկում ենք սա որպես մեր գոտի ազդեցության, ոչ թե սա այլևս, հա, ռուսական գոտի չէ եւ չմտածեք, որ սա կարող է դառնալ եվրոպական գոտի։ Սա իմ վերլուծությունն է, չեմ ասում, որ դա վերջին ացիանի ճշմարտությունն է։ Եվ խոսենք նաև Ռուսաստանի ազդեցությունից, հա, ինչպես նաև արձագանքից։ Տեսեք, հայ-ռուսական հարաբերությունները ապրում են բավականին ճգնաժամային փուլ, անընդհատ փոխադարձ հայտարարություններ են լինում, այսօր էլ շատ կոշտ հայտարարություն հնչեց ԱԳՆ ներկայացուցչի մակարդակով։ Հիմա ինչ է ստացվում, հա, ամեն դեպքում եվրոպացիները գալիս են Հայաստան ու ինչպես փորձագետներն են ասում, Հայաստանը դարձել է հակառուսական ալյանսի մի մաս, սա ինչպես կանդրադառնա մեզ վրա, որովհետև ըստ վերլուծությունների այն, որ ունենալու է անդրադարձ արդյունք, դա ակնհայտ է։ Գիտեք, ես այնպես չի, որ որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի դեմ էի, որ եվրոպացիները գան, ավելին, ես շատ լավ եմ նման բաներին վերաբերում, այստեղ խնդիրը այդքան եվրոպացիները չէին, կոնկրետ այս հավաքի, ինչքան բուն Զելենսկիի գտնվելը, ոչ միայն գտնվելը, այլ նաև այն արտահայտությունները, որը արվեց Երևանում։ Սա արդեն լրիվ այլ կերպ է, ես կարծում եմ, դիտվում եւ դիտարկվում, հա, Ռուսաստանում, ինչ կլինի, չեմ կարող ասել, համենայն դեպս Ռուսաստանին հասկանալ այդքան էլ հեշտ չէ, կարող է ոչինչ չլինել, ինչպես մենք բազմիցս տեսել ենք, կարող են լինել ինչ-որ սանկցիաներ, կարող են լինել կոշտ սանկցիաներ եւ Աստված մի արասցե, ես չեմ բացառում, որովհետեւ մենք տեսել ենք Վրաստան, մենք տեսել ենք Ուկրաինա։ Մենք ամեն ինչ տեսել ենք։ Այսինքն 0-ից մինչեւ ամենա հա խոշոր գործողություն Ռուսաստանում կարող է լինել։ Ինչ կլինի, չեմ կարող ասել։ Россия умом не понять.